Պարոն Մինասյան, դուք կրկին խորհրդարանում եք այս անգամ ՔՊ-ի ցուցակով, նախ ինչ աշխատանքներ եք այստեղ տանելու, արդեն գիտեք կոնկրետ որ ուղղությամբ եք նախագծեր մշակելու, որն է ձեզ ավելի հոգեհարազատ։ Շնորհակալություն, նախ ասեմ, որ իմ թեկնածությունը առաջադրել եմ հանձնաժողովների թիմ հանձնաժողովի անդամ եմ լինելու, զբաղվում եմ տեղական ինքնակառավարման հարցերով, ինչպես նախորդ անգամ, այնպես էլ հիմա։ Իմ իրավունքները որպես ազգային ժողովի պատգամավոր լիազորությունները օգտագործելու իշա Հայաստանի Հանրապետության, իշա մեր գյումրեցիների եւ շիրակցիների։ Պարոն Մինասյան, տեսեք, ասում են քաղաքապետի ընտրություններին մասնակցեցիք, հետո ձեզ տարան հետ, հիմա ասում են պատգամավոր եք, հետո կարող են մանդատը վերցնել եւ նաեւ մի այլ հարց էլ էլի, եթե դուք այն մանդատը վերցրեցիք, կարող ենք ասել, որ օրինակ Գյումրու ընտրությունների հետ կապված իշխանությունը հետ քայլ է անում կամ այլ թե Նախ ինձ ճանաչելով պիտի իմանաք, որ ինչ չեն կարող տանել, բերել, վերցնել, տալ եւ այլն, ես որպես թեկնածու եւ որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ ամենաշատ ձայներ հավաքած անձնավորությունն եմ, մեր կուսակցությունը հավաքել է ամենաշատ ձայները, ազգային ժողովի մանդատս ինչպես նոր նշեցի, կրկնեմ, օգտագործելու եմ իշա Հայաստանի Հանրապետության, մեր պետականության ամրապնդման եւ մեր շիրակցիների եւ գյումրեցիների խնդիրներում եմ հիմնականում զբաղվելու։ Գյումրիում կա կառավարման ճգնաժամ, ես ձեզ խնդրում եմ, հորդորում եմ այցելեք Հայաստանի տարբեր համայնքներ, հետո գնացեք Գյումրի եւ տեսեք նման ծանր վիճակում գտնվող որևէ համայնք կա թե չկա։ Ընտրություններից արտահերթ հետ չեք կանգնել։ Հայտարարվել է, այո, Գյումրիում հարկավոր է անցկացնել արտահերթ համայնքի ավականու ընտրություններ։ Իսկ թեկնածուն դուք եք էլի լինելու իշխանության, թե այս անգամ արդեն չէ։ Կլինեն բնականաբար ստացել ենք 17,000 դայն, մինչև հիմա գյումրեցիները ամենօրյա ռեժիմով պահանջում են, որպեսզի Գյումրիում անցկացվի արտահերթ ընտրություններ եւ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ մեր քաղաքացիների կողմից իրավացիորեն բարձրացված հարցը իրականություն դառնա։ Մամուլում նաև գրվել էր, որ կարծես թե իշխանությունը Վարդան Ղուկասյանի հետ գնացել է որոշակի պայմանավորվածությունների, խաբման միջոցի նաև հարցերի հետ պայմանավորված, այդ մասով ինչ կարող եք ասել։ Իրենց հարցրեք, եթե գնացել են, իրենք են գնացել, ես տեղյակ չեմ։ Կարծում եք հնարավոր է նման։ Ես կարծում եմ, որ իշխանության մաս եք։ Ես կարծում եմ իշխանությունների որտեղ գրած քաղաքականությունը պարզ է որևիցե մեկ քաղաքական ուժի կամ անձի հետ քաղաքական պայմանավորվածություններ իշա քաղաքական ուժի քաղաքականության կամ շահերի որևէ քայլ չի լինելու։ Մենք առաջ բոլորս հավասար ենք, եթե կատարել են ինչ-որ մարտիկ հանցագործություն, պետք է պատասխան տան Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն։ Իսկ ինչ կպատասխանեք նաև այն պնդումներին, որ օրինակ այդ ձերբակալությունների կալանքի մահակը կիրառվում է հատկապես այն անձանց նկատմամբ, ովքեր տարբեր այսպես իրավիճակներում կլինեն թիմ ընտրություններ, կլինեն այլ իրավիճակներ, այլ գործընթացներ հաղթում են իշխանություններին։ Ով է հաղթել։ Վարդան Ղուկասյանի շուրջ այնուամենայնիվ այդ կոնսենսուսը եղավ ընդդիմության։ Գյումրիում Վարդան Ղուկասյանը չի հաղթել, Վարդան Ղուկասյանը կոնսենսուսը եղավ։ Դե անձը նկատի ունեք, Վարդան Ղուկասյանը ստացել է մոտ 9,000 ձայն, Սարիկ Մինասյանը ստացել է 17,200 ձայն։ Վարդան Ղուկասյանը չի հաղթել, առնում 4 ուժեր միացել են, որովհետեւ ընդամենը 2 կամ 3 ավել ավականներ ունենան։ Իսկ ազգային ժողովի ընտրություններից հետո պարզ դարձավ, որ այս մարդկանց, այսինքն տեղային ընտրությունները անձերով կապված ընտրություններ են,
Այդ մարդիկ մեկի բարեկամը ցանկացած ավագանու կազմում առնված է 33 ավագանու տեխնազություններ կան։ Եթե ամեն մեկը գոնե 50 բարեկամ ունենար, այդ ձայները բնական է կստանային։ Իսկ ազգային ժողովի ընտրությունները ցույց տվեցին, որ այդ մարդիկ իրենց քաղաքական ուժերը որևէ քաղաքական ակնկալիք չեն կարող ունենալ Գյումրիում։ Չեղավ։ Փաստը մնում է փաստ։ Շնորհակալություն։